Բարերիկո հարգելի հետևորդներ, եթերում մենք ենք եւ խոսելու ենք քաղաքականությունից։ Այսօրվա հյուրս 101 տարեկան Ներսես Սիմոնյան պապն է, ով մասնակցել է հայրենական մեծ պատերազմին եւ շատ ասելիքներ ունի մեզ եւ մեր սերունդներին։ Շնորհակալ եմ պարոն Ներսես Սիմոնյան պապ, որ այսօր մեր հյուրն եք եւ մեզ պատվել եք ձեր ներկայությամբ։ Ինչպես եք զգում։ Քիչ եմ լսողությունը ցածրացել եմ չալու, դե լասեմ։ Ոչինչ, ես կփորձեմ բարձր խոսել ձեզ հետ եւ հույս ունեմ դա բարձր չէ, բայց ոչինչ։ Շատ լավ։ Տոնը բարձրացել մի քիչ։ Ես կցանկանայի դուք 101 տարեկան եք։ 101 տարեկան եմ, հա։ Այո։ Ինչպես քիչ առաջ ասացիք, 100-ը մի կողմ եք դրել։ 100-ն կողմ եք, 100 ոչացի։ 101 տարեկան եք։ 1 տարեկան եմ։ Շատ լավ։ Ամեն դեպքում խոսենք պատերազմից, այդ չարաբաստիկ պատերազմից։ Այո, ինչ եք հիշում պատերազմից, մնացել են հիշողություններ։ Հիշում եմ էլի։ Դպրոցական էի, մեկ էլ հիմացանք, որ գերմանացիները հարձակ մեկին։ Գիտես, այդ ժամանակի մտածողություն, գյուղերը ինչպիսի վիճակին բան։ Այդ ծանր վիճակը արդեն ապրեց ժողովուրդը։ Մոբիլիզացիա ենթարկվեց։ Սկզբի օրերին ուրեմն տարան ամբողջ ուրեմն երիտասարդությունը կրած։ Ծանր վիճակ ստեղծվեց, 41 թվին մնացինք, 42 թվին արդեն ես էլ դպրոց ավարտեցի, անմիջապես ուրեմն իմ դասագերների հետ 7 դասարություններ մի անգամից բանակ տարան։ Քանի տարեկան էիք։ Ես գերներս արդեն լրացել էին, իսկ ես արդեն 17 տարեկան էի։ Ես 17 տարեկան եմ գնաց բանակ։ Իսկականից ուրեմն ես 25 թվից ծնված եմ, բայց 24 թվից ծնված տարան այդպես էլ մտա իմ թիմի այդ 24 թվով հաշվում։ Այդ էլ ասեք։ Որտեղ, այո, 5 հոգի ուրեմն գնացինք բանակ, անմիջապես ուրեմն 2 ամիս հետո ֆրոնտ գնացինք։ Հյուսային Կովկասի ժամանակ գրաված էր արդեն 42 թվի աշունն է, սեպտեմբերին տարանին։ Շամին հասել էր Կովկասյան լեռները, այնտեղ Ստալինգրադի մոտ էր արդեն, Մոսկվայի տակ էր եւ Պետերբուրգի տակ էին։ Այդ ծանր վիճակներ ուրեմն մեկ էլ բանակ գնացինք։ Սևծովի ափը մեզ մնացել էր միայն Սևծովի ափը։ Նավրասիսկը քաղաքը գրաված էր, միայն այդ ծով ափներ մեզ մնացել։ Հյուսային Կովկասը գրաված էր։ Այս ծանր վիճակում ուրեմն գնացինք ֆրոնտ։ 2 ամիս հետո ուրեմն մտանք ֆրոնտ։ Ես ուրեմն արդեն անցանք Նավրասիսկի պաշտպանությանը։ Նավրասիսկի պաշտպանությանը երկար ժամանակ եղավ։ 43 ծմրան արդեն մեր կարողացանք Հյուսային Կովկասից հետ մղել։ Իսկ Նավրասիսկը այդպես մնաց պաշտպանված։ Մենք ուրեմն մնացինք այդտեղ։ Իմ 7 հոգի եկերներից 4-ը զոհվեցին այդտեղ։ Մնացինք 2 հոգի, 3 հոգի, 3-ս մնացինք։ Նավրասիսկի պաշտպանության երկար ժամանակ մնացինք, 42 թվականից մինչև 43 թվականի սեպտեմբեր։ Սեպտեմբերի 17-ին նոր ազատագրվեց Նավրասիսկը։ Նավրասիսկի ազատագրի ես ասեց եկերներ զոհվեցին, մենք 3-ս մնացինք, որից հետո մեր բանակի հետ միասին ես իմ ճանաչած այդ ասեմ, մեր հարևան դիվիզիան հայկական դիվիզիան էր։ Այո։ Հայկական դիվիզիան էր, դա ասեմ ցես։ Մեր դիվիզիանը ուրեմն հետո որ տեղափոխեցին ուրեմն Նավրասիսկի գրաման, Նավրասիսկի գրաման ժամանակ մեր դիվիզիանը ուրեմն հարևան էր գրամանը եւ կողքի մեր հայկական դիվիզիան էր։ Հայկական դիվիզիայի հետ միասին սեպտեմբերին արդեն ազատագրելուց հետո արդեն մեզի ուղարկեցին Նավրասիսկի։ Ղրիմի ազատագրմանը, Ղրիմը մնացել էր, Հյուսային Կովկասը գրաված էր, հասել էր մինչև Ռոստովի տակ, իսկ այդտեղ Ղրիմը մնացել էր, Ղրիմը այդպես էլ մնաց։ Ղրիմի ուրեմն պաշտպանության արդեն անցանք, Ղրիմի պաշտպանությանը շատ ուրեմն կորուստ տվեցինք, ինչալուց քեզ ասեմ։ Մեր դիվիզիան էլ, հայկական դիվիզիան էլ էլի նույնությամբ այդ ծանր վիճակը կորուստ տվեցինք եւ պատահական չէ որ մեր Ղրիմի ազատագրման համար շատ հայ ժողովրդի շատ զավակներ ծովեցին։ Մեր դիվիզիան ընդհանուր դիվիզիայով էր, բայց կողքին հարևան դիվիզիան էր։ Այո։
Վերջապես ուրեմն այդ ծանր պայքարից հետո կարողացանք ուրեմն մասնակցել Սևաստոպոլի ազատագրմանը։ Ղրիմի ազատագրումից հետո Կերչից Ղրիմի ազատագրման անցանք 44 թվականի սեպտեմբերի մայիսի 5-ին ազատագրվեցինք Սևաստոպոլը։ Այդ Սևաստոպոլի այդ գրավման այդ ծանր ժամանակ էլ ծանր վիրավորվել եմ ես։ Որտեղ, որ հատվածը։ Սեպտեմբերի, մայիսին 44 թվականի մայիսին ուրեմն Սևաստոպոլի գրավման ժամանակ գրավել եմ։ Հենց հաղթան, հետագայում դա հաղթանակի օր կոչվեց մայիսին դա սեպտեմբերի սեպտեմբերի ասի։ Ներսես պապ հաճախ եք հիշում ձեր մարտական ընկերներին։ Ինչ եղավ։ Հաճախ եք հիշում ձեր մարտական ընկերներին։ Իհարկե հիշում եմ, ոնց հիշում եմ, ոնց թե հիշում եմ, այլ գիտես թե այս ապրում եմ նրանց հետ ընկերներս, հատկապես զոհվածներից մեկը ավելի խելացի երեխա էր։ Ես ասեմ, Վանիկ էր անունը, շատ խելացի էր, դա ավելի խելացի էր։ Այդ տղան ուրեմն զոհվեց այդ զոհվածների մեջ Շատ խելացի երիտասարդներ զոհվեցին։ Մեր ժողովուրդը շատ ծանր կորուստ գրեց, հենց Ղրիմի ազատագրման համար ամենածանր կորուստը մենք ունեցել ենք շատ։ Եվ պատահական հետագայում ես Ղրիմի ազատագրման ժամանակ եղել եմ ես 3 անգամ նորից գերացել եմ հայկական ուրեմն դիվիզիայի թաղման ուրեմն եղել ես Ղրիմ թե չեղել։ Չեմ եղել, ցավոք չեմ եղել։ Ղրիմի հատուկ ուրեմն տեղ կա հայկական գերեզմանոց է կառուցված Երեսիկեվով մեր ազգի եւ այդտեղ մեր միշտ Ներսես պապ, տեսեք մենք մեծ հաղթանակ կերտեցինք 45 թվականին։ Այո, եւ այդ ազգերի միասնականությունը, որը մի ամբողջականություն էր եւ իր մեջ գաղափար էր կրում հաղթել թշնամուն։ Ինչ զգացիք այն պահին, երբ իմացաք, որ դուք եւ ձեր ընկերները եւ այն մարդիկ, որոնց չեք ճանաչում, բայց ձեր հետ հավասար պայքարել են երկրի համար եւ հաղթել են։ Այդ պահին դուք որտեղ եք եւ ինչ ապրումներ ունեցաք։ Ես ապրում եմ այսպես է, ուրեմն ես ծանր վիրավորվելուց հետո ես այդ պատմեմ։ Վիրավորվելուց հետո ինձ տեղափոխեցին ուրեմն Ղրիմից է, չէ՞ այդտեղ։ Հյուսային Կովկաս։ Կովկասից ուրեմն այդ վիրավոր ժամանակ մի ամիս ամբողջ ուրեմն պարկած եմ հիվանդանոցից հյուսիսից տեղափոխվել եմ Սոչիից մինչև Թիֆլիս։ Վերջի մի ամիս ուրեմն այդ հիվանդ այն ժամանակ գրաված տերիտորիաներ չէ, հիվանդանոցներ չկան, բան չկան։ Դերքի մի ամիս ուրեմն կամած ուրեմն տեղափոխեցին վերջին պարկել եմ Թիֆլիս։ Մի ամիս ճանապարհից հետո հասել եմ Թիֆլիս պարկելուց հետո 3 ամիս էլ այդտեղ եմ պարկել 44 թվականի մայիսին նոր դուրս եմ գալու հիվանդանոցից։ Չէ, մայիսին վիրավորվել եք։ Սեպտեմբերին հավանաբար։ Վիրավորելուց հետո ուրեմն ես վիրավորվեցի հունվարին։ Հունվարին եք վիրավորվել։ Հունվարին եմ վիրավորվել, որից հետո այդ ամիսը նոր տեղափոխվեցի, մի ամիս ճանապարհից հետո հասել եմ Թիֆլիս։ Մայիսից հետո 4 ամիս էլ նորից Թիֆլիսում պարկելուց հետո ծանր վիրավոր եմ, էլի վիրավոր եմ, երկրորդ կարգի հաշվանդամ եմ նաև։ Երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հա։ Ոտքի վիրավորում, այո, ոտքն է վիրավորվել։ Որտե ես ամբողջ վիրավոր եմ, ծունգս եւ ոտքս, ամբողջ ծանր վիրավոր եմ եղել, հիմա էլ երկրորդ կարգի հաշվանդամ եմ։ Երկրորդ կարգի հաշվանդամ եմ, որպես մի ամիս նորից 3 ամիս էլ Թիֆլիսում պարկելուց հետո բախտ վիճակվեց, ուրեմն ինձ դուրս գերեցին, հասա ուրեմն նոր գնացի տուն, տեղափոխվեցի տուն, նորից հետո ապրումներ, ինչ ապրումներ իդը, հաղթանակից հետո, այդ ծանր վիճակից հետո տեղափոխվեց գյուղ, ես գյուղ եմ տեղափոխվել, Ախալքալակ, Բագդանովկա, եղել ես թե չէ։ Եղել եմ։ Եղել ես Բագդանովկա։ Այո, եղել եմ։ Ախալքալակում, մալադեց, դու որտեղից ես։ Ես Երևանցի եմ, հորեղբորս կինը հենց Բագդանովկայից է։ Հենց Բագդանովկայից որտեղ, հենց քաղաքի միջից։ Հենց քաղաքի միջից հարց է բերել հորեղբորը շատ տարիներ առաջ։ Լավ է, մալադեց հանգամանք, ես Բագդանովկայի շրջանից եմ։ Այո։ Մալադեց, այդ դապան իմացա։
որից հետո ուրեմն գյուղում արդեն գրացի ծանր վիրավորից գյուղում եւ աշխատեցի որպես կոլխոզի հաշվետար, որից հետո ուրեմն երբ արդեն դրությունը լավացավ, նոր ուրեմն ընդունվեցի պետական համալսարան։ Համալսարան ավարտելուց հետո իհարկե հետո համալսարան պետական համալսարան ավարտելուց հետո կոլխոզում ուրեմն ես նաև հաշվետար աշխատել, այնտեղ որից հետո համալսարանն եմ ավարտել ու աշխատել եմ ուսուցիչ։ Ինչ առարկա։ 27 տարի դեպրոցի դիրեկտոր եմ եղել։ 27 տարի, հա։ Եվ իմ մասնագիտությունը մայրեն լեզու եւ գրականություն։ Եվ պատմություն։ Եվ պատմություն։ Այդ ժամանակ այո, համալսարանում այդ ժամանակ միասին էր պատմություն եւ ինչ Հիմա աշխատեցի, վաստակավոր ուսուցիչ կոչում եմ ստացել, այնտեղ էլ նաև դեպրոցի դիրեկտոր աշխատեցի այդքան տարի, որից հետո տեղափոխվել եմ Երևան։ Երևանում գալուց հետո էլ արդեն այստեղ էլ ինձ ճանաչում են, այստեղ էլ արդեն մասնակցել եմ, նախանցյալ տարի ուրեմն գործողությունից ինձ Մոսկվա եմ եղել, Մոսկվայից հետո հրավիրվեցի Տյումեն, այո, էդ իմացա, այս տարի էլ հիմի ամսի 6-ին նորից էլ Մոսկվա եմ գնում։ Հրաշալի է։ Էլի գնում եմ Մոսկվա, Ինչ գործով եք գնում Մոսկվա։ Հրավիրված եք։ Տողոնին հրավիրված եմ, էլի այնտեղ նստել եմ առաջ անգամ, հիմա էլի մի նստեմ։ Հրաշալի։ Էլի բաղթիճակից, ամսի 6-ին գնում եմ Մոսկվա։ Էլի հրավիրված եմ։ Գնում եք եւ մենք սպասելու ենք որ գաք անպայման, որովհետեւ շատ անելիքներ դեռ։ Ամսի 6-ին ուրեմն հաղթանակ է 4 օրվա հաղթանակը որ կա 4 օրը վիրծված է, չէ՞։ Եթե ուրեմն գալին ենք ասած։ Պարադում գալին ենք։ Պարադին, այո։ Պարադն այնտեղ նստած գալին եմ։ Մենք անպայման կնայենք։ Անպայման տեսեք։ Տեսեք 80 տարի է անցել հաղթանակից։ Այդքան տարի անցել է։ Այո։ Հիմա հաղթանակի մասին խոսելով ինչպեսի մեծ հպարտությամբ եք, չէ՞ դուք ապրում։ Ես գիտես ինչ կա, ապրում եմ ճիշտ ասած ապրումներում, որից հետո ես այնտեղ դպրոցում գյուղում ապրելուց դպրոցի մանկավարժ աշխատելուց հետո 50 տարի, որից 27 տարի ասի դիրեկտոր եմ աշխատել, որից հետո իմ ընտանիքը երեխաներ տեղափոխվեցին Երևան։ Հետո ես շուտ թողեցի, թոշակի անցա եւ ապրում եմ 30 տարի արդեն Երևանում եմ ապրում։ Ահա 30 տարի ապրում եմ Երևանում։ Որպես մարդ, ով տեսել է համաշխարհային մեծ պատերազմը, այսինքն պատերազմ է տեսել, ինչ խորհուրդ կտաք մեր սերունդներին, ովքեր եւս տեսնում են ամենակալխավորը ես իմ կյանքի ընթացքում ես էլ ասեմ, կյանքի ամեն ինչ տեսել եմ, հալածանք տեսել եմ, այն ժամանակ գիտես ինչ կա, մի ասեմ չես, մենք իմ ծնողներ ունեն որ գյուղերում էսպես են, գյուղն էլ ինչպես որ քաղաքում շինեցին չկավորների եւ հարուստերին, այնտեղ էլ ուրեմն այն ժամանակվա պետության ինչ էր, գյուղում մի քիչ ունևորներ հարուստերին շինեցին, մի քասիբներ կան, դրանց մեջ այնպես շինեցին որ պայքարին, դա ուրեմն այդ պայքարի մեջ էլ եղել եմ, իմ ծնողներս ունևոր են եղել, աշխատող են եղել, աշխատողներ ունևոր են, գյուղեր, որից հետո ուրեմն սովորել եմ դպրոցում, Այո։ Դպրոցից հետո դպրոցը տեղը մեծ գյուղ է մեր գյուղը, ես քեզ ասեմ մեր գյուղը գիտես ինչ է, Գանձայի գիտես, Տերյանի գյուղը, Տերյանի հարևան գյուղը։ Տերյանի հարևան գյուղը մեր գյուղն է, մեծ գյուղ է, 4000 բնակիչ ունեցող գյուղ է, երկու գյուղը մեծ գյուղ է։ Որից հետո այդտեղ աշխատել, մանկավարժ եմ աշխատել, որից հետո տեղափոխվել Երևան։ Կյանքի ամեն ինչը տեսել եմ, էլի, ես մեր ժողովրդի ամեն ապրումը ես տեսել եմ։ Ես դա եմ ցանկանում, ներսես պապ, որպեսզի ձեր խորհուրդը մեր երիտասարդներին հղեք։ Երիտասարդներին ես իմ խորհուրդն եմ, ես դպրոցի ժամանակ էլի տեսեմ։ Լավ սովորել հետի միասին, պետք է ուրեմն նվիրված լինել հայրենիքի ժողովրդին, կարողանալ ուրեմն այլ։ Մեծագույն դեպք է, որ մենք հիմա ավելի ծանր վիճակ է, չէ՞, տեսնես ինչպես վիճակ է։ Այո։ Այս վիճակում նաև կարողանալ ուրեմն պաշտպանել, աշխատել նախ առաջ երթին աշխատել, աշխատանքի ընթացքում դրսևորել որպես աշխատասեր եւ սովորել։
Սովորել հետ միասին նաև աշխատասիրություն ունենալ, ես այսպես։ Թե չէ ինչ է, միայն սովորելը քիչ է, սովորել հետ միասին նաև աշխատանք է։ Պարտադիր։ Աշխատանք, օքսիգեն է։ Ներսես պապ, ինչ կցանկանայիք ասել, եթե օրինակ հանդիպեիք ձեր ընկերներին, որոնց հետ պատերազմ եք անցել, տենց մի հրաշքով հանդիպեիք, ինչ կասեիք իրենց։ Ես հիմա երեխաներին ինչ ասեմ, կասեմ մեր երկիրը մի լավ օր գիտես ինչ է, հիմա մեր միջազգային իրադրությունը, մեր հայրենիքի վիճակը, այսպիսի վիճակը, ուրեմն այս ապրումներին նաև պետք է կարողանալ դրսևորել, կարողանալ ուրեմն հայրենիքի աշխատասիրությամբ բարձրացնել եւ ուրեմն կարողանալ մեր ժողովրդի միասնություն անել։ Այնպես այդ պարակտականությունը ես շատ իմանում եմ, պարակտականություն չլինի, այդ միասնականություն լինի, առանց այդ մեր ժողովուրդը տեսել է ամեն ինչ, եւ դժբախտություն, եւ աքսոր, եւ ամեն ինչ տեսել է պատերազմ, երկրաշարժ, այո, այդ հալածանք մեր ժողովրդի զատի սովետական միջատարին էլ մեր ժողովրդին շատ էլ աքսորել։ Այո։ Այդ շինեցին, գիտես ինչ կա, շինեցին ժողովրդի ցամի, այն հալալ արտարակ մարդիկ որոնք խելաց էին, բոլորն էլ այս ժամանակ ոչացին։ Ուրեմն մեր ժողովուրդը կերկնակ եւ ասի, այդ պատերազմական վիճակը, այդ վիճակը, որից հետո մեր ժողովրդի 37-ական թվականների այդ աքսորն ու կորուստը, Ստալինյան այդ դաժան տարիներին լավ աշխատողներ, լավ ուսուցիչներ, լավ մարդիկ աքսորեցին։ Թե ինչ է մարդը, իբր ժողովրդի ցավին։ Պատկերացնում ես։ Այո։ Մարդիկ, խելացի մարդիկ։ Բոլոր ուրեմն խելացի մարդիկ են 37 թվի գարցին։ 37 թվին նույն թվի նաև Հայաստանից աքսորեցին։ Հայաստանի Հերմենաշը որ գյուղերի նայեց, որ ինչ էր, ուրեմն աքսորած։ Մեր խոսքով մեր ժողովուրդը ամեն տարապանք տեսել է։ Ամեն։ Այո։ Էլի լավ է որ մենք այսքան էլի կողություն ունենք։ Ներսես պապ, դուք Սիմ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք։ Ես գալուց հետո, որից հետո ես այստեղ ուրեմն եղել եմ, ես մի անգամ ուրեմն ինչպես եղավ Բաբուխանյանի հետ հացանք, ես ապրում եմ ինչի վրա, Աբովյան փողոցի վրա, դե որովհետև Բաբուխանյանը այնպես անցկացրել էր, ինչ մի անգամ էլ գրացի պարաբուկի։ Պարաբուկի տեսոր Բաբուխանյանը էլի նույն բանն է պայի, դրա համար այդ Բաբուխանյանին շատ մոտեցա, մոտ 30 տարուց ավելի է։ Մոտեցա եւ ես էլ ձեր կուսակցության անդամ եմ, ինչի համար պայքարում եք մեր հայրենիքի բոլորի տարբերությունը, ես էլ ձեր անդամ եմ։ Այս ձեր կուսակցության անդամն եմ ես 30 տարուց ավելի։ Որ լինելով Բաբուխանյանի հետ շատ մոտիկ եմ, միշտ հանդիպում եմ ունեցել, դուք գիտեք, չգիտեմ, քան տարի այստեղ աշխատում։ 2 քիչ ես աշխատում։ Ես միշտ եղել եմ այստեղ։ Դուք երկար եք աշխատում։ Միշտ ուրեմն տեսել եք ինչ այստեղ եղել եք։ Ես մշտական եղել եմ։ Ինքը ձեզ միշտ նկարել է։ Ինքը գիտի արդեն, ես ոչ թե մի նոր եմ եկել, այլ Ձեզ ուրեմն դրաման հարցի դուք ձեզ ուրեմն Ես նոր եմ։ Նոր ես սա։ Ներսես պապ, ձեր թորները հաճախ են հարցնում պատերազմից։ Ձեր թորները, ծորները հաճախ են հարցնում պատերազմ։ Նախ քանի թոր, քանի ծոր ունեք։ Նա այդ էլ ասեմ ես։ Ազգություններից ես ունեցել եմ, պապուրտատը ունեցին 7 աղջիկ, 2 տղա։ Թորներից 9 զոհվել են։ 9 զոհվել են։ Ես ու հայրս նաև բանակ ենք եղել, հայրս էլ բանակ եղել։ Պատկերացնում ես, ես ձեզ ասեմ, մեր գյուղից ուրեմն զոհվել են 213 հոգի զոհվել են։ 570 հոգի բանակ են գնացել, 270 զոհվել են։ Եվ բախտ է վիճակվել 16 հոգի հայրու տղա են գնացել բանակ։ Բանակ։ 10-ի հայրերը վերադարձել են, տղաները զոհվել են։ Հա։ Միայն 3-ը, եւ 3 եւ տղաները։ Միայն 2-ի հայրերն են զոհվել, տղաներն են զոհվել։ Ես ու հայրս տան ենք մնացել։ Պատկերացնում ես։ Հա։ Այդպես էլ ստացի։ Դե փարկասու գոնե։ Այդ 16-ից ուրեմն մենակ ես ու հայրս ենք, որ մենակ տանից ենք։ Ներսես պապ, հիմա քանի թոր ունեք, քանի ծոր։ Ես ունեցել եմ 9 թոր,
հիմա ունեմ 13 ծոր։ Ահա։ Մեծ գերդաստանով սեղան եք նստում։ Մեծ գերդաստանի տեր եմ, այո։ Այո։ Կյանքի ընթացքում ուրեմն ամեն ինչ էլ տեսել եմ։ Տղաս մեծ գիտական էր, մահացավ։ Այդ ծանր տարիների մահացավ։ Տղաներից ընկերներից գիտես ով է, Թաթուլ Ալտոնյանը գիտե, Թաթուլին գիտես։ Այո, իհարկե։ Գիտես լավ չէ, ամիջապես իրար նրա մոտիկ ընկերն է։ Մեկ եկա այդտեղ հանդիպենք Թաթուլին։ Հետո մյուս ընկերը համալսարանի դասախոս է։ Ինքը համալսարանում դասախոս է։ Գիտության տեխնացու էր, գիտական աշխարհ պիտի դոկտորան պաշտպան էր։ Այդ ծանր կորուստ ունեցել եմ նաև։ Այո, այո։ Ծանր կորուստ եմ ունեցել։ Այդ էլ տեսել եմ։ Մի խոսքով կյանքում ամեն ինչ տեսել եմ եւ ուրեմն հալածանքը, եւ նեղությունը, եւ ուրեմն պատերազմը, եւ պատերազմից հետո ուրեմն այդ կորուստ տեսեմ եւ կյանքի նաեւ բարձրացնել եմ տեսել։ Լավ ապրել եմ տեսել։ Քեզ ասեմ 50 անգամ էլ 30 անգամ էլ սանատորիայում գնաց հանգստանալ։ Դա ոչ ոքի չի բեր, որտեղ ես այդ իրավունք ունեցել եմ։ Իհարկե։ Այդ ժամանակ գնացել եմ։ Շատ էլ դրաման էլ այսքան տարի ապրել։ Շատ։ Այս վիճակով։ Ձեզ նաև շատ լավ են պահում։ Դե խոսքով ամեն ինչ տեսել եմ։ Ծանր կորուստներից, հալածանքներից, բալից հետո ամեն ինչ տեսել, այսօրվա վիճակով եմ։ Մենք ձեզ առողջություն ենք ցանկանում, ներսես պապ։ Մենք շատ ենք ցանկանում ձեզ միշտ առողջ, այսպես կենսուրա։ Միշտ առողջ չէ, արդեն գիտես ինչ կա, կյանքի օրը տարիներ արդեն քայքայմանի հետագայում։ Այնուհանդերձ որքան հնարավոր է։ Մարդը ապրի պիտի, քանի ինքը կարող է խելքը գլուխն է, ու իրեն շարժվի։ Եթե պիտի պարկի ուրեմն նեղություն տա եւ տնես այդպես շարժի։ Աստծո ձեռքն է։ Դա չէ։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Համաձայն չէ։ Թե չէ որ պարկես պիտի եւ դու նեղություն ունես եւ տնեսներս այդպես ապրել պետք չէ։ Այ դրա համար եմ ասում, առողջ լինեք, այսպես միշտ կենսուրախ լինեք եւ մենք միշտ լինենք ձեր կողքին, լուսաբանենք, ներկայացնենք սերունդներին։ Խոսքով ես ասեմ ձեզ Աշիկ ջան, կյանքը լի է ամեն ինչով, եւ ուրախություններով, եւ դժվարություններով, եւ տեսել եմ կյանքի ամեն ինչ։ Եվ ծանր կորուստներ եմ տեսել, եւ հալածանք էլ տեսել եմ, եւ կորուստ եւ պատերազմ ու վիճակներ եմ տեսել, որից եւ լավն էլ տեսել եմ։ Այդ էլ ասեմ։ Այո։ Եվ հիմա էլ ուրեմն լավ եմ ես, փաստացի ուրեմն թորներս, վիճը, բեցեն արդեն կրթություն են ստացել բոլորը իրենց աշխատանք ունեն աշխատում։ Փառք Աստծո։ Այո, փառք Աստծո։ Երևակայ մեզ ընդամենը 28 հոգի եմ մնացել պատերազմի մասնակից։ Տեսել եք այդ մարդկանց, հանդիպել եք։ Հանդիպում են տակարակ, հանդիպում են։ Ինչ ազգի ներկայացուցիչներ են։ Կա մեզ մոտ վետերանների խորհրդի նախագահ Եսայանն է, շատ լավ մարդ է, շատ լավ կազմակերպված է, միշտ հանդիպում ենք ամեն ինչով։ Եվ հիմա էլ օրինակ, եթե որևէ միջոցառում կլինի բան, անպատճառ ուրեմն հրավիրվում են։ Այո։ Օրինակ այս օրերին հրավիրեցի ինչու։ Համալսարանը, ռուսական համալսարանը համերցի, հետո որ ծնողներին միասուն չէ, դպրոցներ կան, մի դպրոց քանի 130-րդ դպրոց է, մի խոսքով միշտ հանդիպում գնում ենք։ Հրաշալի, դա շատ կարևոր է։ Ամենակարևորը որ մեր կյանքի օրինակ է աշակերտներին, երեխաներին ուրեմն դասերակցել գործով։ Ես էլ որպես վարժապետ, վարժապետ եմ ասում, այդ ուղղությամբ որ իմ դերը ես կատարում եմ, պատվում եմ։ Հրաշալի է։ Վարժապետ եմ։ Վարժապետ եք, դուք վարժապետ եք։ Առաջ վարժապետ եմ։ Շատ լավ բառ է վարժապետ։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկաք։ Մեծ պատիվ է մեզ համար։ Ես միշտ ինձ համար սիրելի տեղ է, այստեղ եմ։ Իհարկե։ Ինձ համար եւ իմ գործընկերների անունից շնորհավորում եմ ձեզ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ես շնորհավորում եմ նաեւ մեր բոլոր մասնակիցներին, ովքեր ողջ են։ Ես էլ իմ շնորհակալություն եմ հայտնում ձեր վերաբերմունքի համար, մարդկային վերաբերմունքի համար։ Մեծ սիրով։ Մարդկային վերաբերմունքը ամենակարևոր հանգամանք է։ Մեծ սիրով։ Հետո գիտես ինչ կա, մի բան էլ ասեմ, կյանքում մարդու մոտ, եթե այսպես որ մարդու մոտ եւ չարություն կա, եւ բարություն կա։ Մարդը երբ միշտ բարության է գնում, բարությունը շատանում է, չարությունը ոչանում է։ Իսկ մարդը կա որ չարության է գնում, չարությունը ոչանում է։ Այո, այո։ Հիմա ես իմ մոտ այդ դեպի բարությունն է աշխարհի ոչ չէ։
Ես դա նկատել եմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր վետերաններին, շնորհավորում եմ հաղթանակը տարած մեր պապիկներին, տատիկներին եւ ցանկանում եմ, որ հաղթանակներ հայ ազգը շատ տոնի, հաղթանակներ ոչ միայն պատերազմում, հաղթանակներ քաղաքականության մեջ, հաղթանակներ մշակույթում, սպորտում եւ ամենուր։ Ձեզ հետ մեր Ներսես Պապներ, ես կհանդիպենք։